19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայության կոտորածները ահագնացան այն բանի արդյունքում, որ մենք նախ որոշեցինք, որ մեր հարցերը միջազգային երաշխավորների միջոցով պետք է լուծենք։ Փաշինյանը իր իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված իր ձևակերպած 4-րդ հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս հասավ մինչև հայոց ցեղասպանության ակունքներ ու պատճառների պատասխանատու կարգեց հայ ժողովրդին։ Ամեն ինչս նրա սկսվել է միջազգային երաշխավորներին ապավինելու ու առաջին աշխարհամարտում Ռուսաստանի առաջ խաղացումներով ոգևորվելու հայ ժողովրդի վերաբերմունքից։ Դա նրա պնդմամբ թանձրացրել է Օսմանյան Թուրքիայի թշնամանքը, իսկ երբ Ռուսաստանը ներքին խնդիրների պատճառով հեռացել է, հայությունը մնացել է մենակ։ Մենք մենակ մնացինք մեզ թշնամի համարող եւ մեր կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։ Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածները ցեղասպանություն։ Մեր ժողովուրդը ինչ մեղքի համար այսօր ընկե չեմ հասկանում։ Հայաստան դաշինքի падգամավոր Գեգամ Մանուկյանն ապշած է պատմության Փաշինյանի մեկնաբանությունից, որը նա թուրքական թեզերի կրկնություն է որակում։ Դիմում եմ Տրթած Սարգսյանին, Արադ Միրզոյանին, Սուրեն Պապիկյանին։ Մանուկյանը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ավարտած Փաշինյանի թիմակիցներին է դիմում, առաջարկում է հենց վաղը եւ այդ վառել իրենց դիպլոմները։ Վառեն, որովհետև այն ինչ որ մեզ ուսուցանել է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պարզվում է կեղծ է։ Ռուբեն Սաֆրաստյանը, որ հատորներով աշխատություններ ունի Թուրքիան, իբրև ցեղասպան պետություն, ուր հիմնավորում է, թե դա պետական քաղաքականությունն է, ջուրն է լցվում, որտեղ Նիկոլ Փաշինյանը գալիս է Սամբյոնից, թուրք պատմաբանների թեզերը շաղատալիս իլուր ամբողջ աշխարհի։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս ավելի ուշ Փաշինյանն արդարանում է։ Ինքը նկատի չուներ, թե ցեղասպանության մեղավորը հայ ժողովուրդն է եղել։ Ես ասում եմ, որ այդ բոլոր ողբերգությունների առանցքային պատճառն է նա, որ մենք չափից շատ ենք հավատացել արտաքին երաշխավորների խոստումներին։ Փաշինյանն ասում է, որոշել են չհետապնդել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, քանի որ ցեղասպանության զենքայնացում է դա որակում ոչ միայն մեր, այլև այլ տերությունների ձեռքին։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում։ Այնպես ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին եւ մինչև բոլորովին վերջերս։ Ըստ Փաշինյանի այսպիսով ինքը սերտել է մեր հին ու նոր պատմության դասերը, այն է թե ինչ է լինում, երբ անվտանգության առումով հույսերը կապում ենք ուրիշների հետ։ Ասում է թակարդ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտությունը, որից որոշել են հրաժարվել ու փակել Արցախի էջը։ Այս համատեքստում նշում է չի մոռացել, ինչպես էր անձամբ ասում, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ Արցախը Հայաստան է եւ վերջը այն շրջադարձային կետն է, որը պիտի հանգեցներ մեր պատմության ընթացքի փոփոխությանը։ Փաշինյանը պնդում է այդ ժամանակ է հասկացել պատմության դասերը, ասում է այժմ առանց Արցախի Հայաստանի առջև նոր հնարավորություններ են բացվել։ Այդ պատճառով ըստ նրա պետք է մոռանալ պատմական Հայաստանի Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքի ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։ Փաշինյանը պնդում է հայելային ձևով Ադրբեջանում էլ պետք է չխոսեն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Մինչդեռ Ադրբեջանը պետական մակարդակով է առաջ տանում այդ քաղաքականությունը։ Բաքվում պարբերաբար տարբեր մակարդակներով հայտարարում են, թե վերադառնալու են իրենց այսպես կոչված պատմական հայրենիք։